Պատրաստելու եմ ծիրանով բրուսկետաներ եւ մի հետաքրքիր բաղադրիչ է մեջը լինելու, հիմա կիմանաք։ Բուսայուղը արդեն թավայի մեջ տաքացրել եմ, հիմա պետք է ծիրանները դնենք տապակելու։ Բուսայուղի մեջ գցում եմ նաեւ մի քանի պճեղ մանրացրած սխտոր, հազրեվարդի ճյուղեր եմ դնում, աղ եւ պղպեղ եմ անում։ Մինչ տապակվում է ծիրանը, նախապատրաստեմ հացը։ Տապակում եմ նաև հացը։ Հացի վրա քսելու եմ ռիկոտա պանիր։ Մի վախեցեք այս անծանոթ անուններից։ Ցանկացած սուպերմարկետում հիմա կգտնեք թե հայկական արտադրության, թե իտալական արտադրության եւ շատ մատչելի ռիկոտա, որը կարող եք եւ նախաճաշին մատուցել, եւ դեսերտներ պատրաստել, աղ, պղպեղ։ Ռիկոտայով եւ մրգերով բրուսկետաներից կարելի է շատ հանգիստ ստանալ դեսերտային տարբերակ եւ կարելի է ստանալ նախաճաշային կամ նախուտեստային տարբերակ։ Մի քանի բան կափոխելով ստանում ես այնինչ ուզում ես։ Ռիկոտա պանրի վրա դնում եմ հայկական կոտեմ եւ արդեն դնում ենք տապակած ծիրանը։ Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, մի փոքր բալզամիկ քացախ։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ամենասիրելի ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։